Մոսկվայի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչները մարտի 23-ին կհանդիպեն Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, հայտնել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել են հեռախոսով։ Նախագահների զրույցը երկու երկրների պատմության մեջ ամենաերկարն է՝ 2.5 ժամ։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռազմավարական զենքերի տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Հեռախոսազրույցից հետո Պուտինը հրամայել է դադարեցնել հարձակումը Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա։ Ուկրաինական կարգավորմանը հասնելու ուղղությամբ աշխատելու համար ստեղծվում են ռուսական եւ ամերիկյան փորձագիտական խմբեր։ Առաջնորդները հաստատել են երկկողմ ռեժիմով ուկրաինական կարգավորմանը հասնելու համար ջանքերը շարունակելու իրենց մտադրությունը, այդ թվում հաշվի առնելով Միացյալ Նահանգների նախագահի վերոնշյալ առաջարկները։ Այդ նպատակով ստեղծվում են ռուս եւ ամերիկյան փորձագիտական խմբեր, ասվում է երկու երկրների ղեկավարների զրույցի արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ։ Թրամփը հեռախոսով զրուցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նախագահները երկկողմ հարաբերություններից բացի քննարկել են նաև տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Առաջիկայում հավանաբար ապրիլի վերջին Թրամփն Էրդողանին կհյուրընկալի Սպիտակ տանը։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նա համարվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակիցը հնարավոր արտահերթ նախագահական ընտրություններում։ Ըստ տեղեկությունների, ֆերման են ենթարկվել նաև քաղաքապետի մամուլի քարտուղար Մուրադ Օնգյունը։ Իրանը զգուշացնում է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա։ Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահին եւ գլխավոր քարտուղարին ուղղված նամակում ասել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Ֆրանսիան Գերմանիայի հետ սահմանին գտնվող ավիաբազայում 2035 թվականին գերձայնային միջուկային մարտագլխիկներով Ռիֆեյլ կործանիչները կտեղակայի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Լենինգրադի մարզում մի 28 ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները մահացել են։ Օդանավն ընկել է բնակավայրից հեռու գտնվող ամայի վայրում, թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։